Պարոն Կարապետյան, դուք ինչպես եք գտնում Սփյուռքին արժե ներգրավել ձեր ծրագրերի համար, որովհետև ունենք կայացած մարդիկ, որոնք կարող են մեր տնտեսությունը զարգացնել։ Պատկերացրեք մի ազգ, որ 60%-ին չի ներգրավում process-ների մեջ։ Հայ ժողովուրդը 7-8 միլիոն է տարբեր տվյալներով, բայց Հայաստանում ապրում է 3 միլիոն։ Այսօր Սփյուռքը ինչքանով է ներգրավված Հայաստանի process-ների մեջ։ Օրինակ մենք գիտենք Անգլիայում կա Լորդ Արա Դարզի, ամենահայտնի լորդերից է, ով Անգլիայի առողջապահական համակարգի ստեղծողն է։ Հայ, մեր օրենքներով ինքը իրավունք չունի Հայաստանում որևէ պաշտոն ստանա, որևէ հնարավորություն չի կարող նա ունենալ Հայաստանում։ Սա ինչ է նշանակում, որ մենք Սփյուռքի լավագույն համալսարանները սովորած մեր մասնագետներին չենք կարողանում ներգրավել Հայաստանի համար, որ ծառայեն իրենց հայրենիքին։ Օրենքով սահմանափակված է։ Այսինքն մենք կարող ենք ունենալ առողջապահության նախարար, ով առողջապահության հետ նոր է կապեր հաստատել, բայց օրինակ Արա Դարզի նման նախարարին չենք կարող ունենալ։ Եվ այսպիսի օրինակները հարյուրավոր են։ Մեր ազգի ներկայացուցիչները ամբողջ աշխարհում լավագույն դեմքերն են իրենց ուղղություններով։ Բայց Հայաստանում նենց օրենսդրական սահմանափակումներ ենք դրել, որ մարդիկ ուղղակի պետքա գան, Արարատը նայեն ու գնան։ Որևէ անելու բան չունի։ Երկրորդը շատ կարևոր հարց նաև օրենքի գերակայության առումով, եթե սփյուռքահայերը պաշտպանված զգացին Հայաստանում, Հայաստանի ամբողջ պոտենցիալը կկրկնապատկվի։ Միայն մեր սփյուռքի հայրենակիցների հաշվին։